սովորենք աղոթել եւ աղոթելը մեզ ամեն ինչ կսովորեցնի։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց, իր ամբողջ կյանքի նպատակի իմաստը ո՞րն էր։ Աղոթելն էր։ Աղոթել ինչ է նշանակում։ Ձգտել Աստծուն, խոսել Աստծո հետ, մտերմանալ Տիրոջ հետ, հասկանալ Քրիստոսին եւ այդպես մոտենալ Տիրոջ, այսինքն աղոթքը դա մերձեցում է Աստծո հետ։ Բայց շատ անգամ մենք չենք հասկանում, թե ինչպես մերձանանք Աստծուն, Աստված ով է, հա? Ինչ է աղոթքը ընդհանրապես։ Այդ պատճառով նախ չենք էլ հասկանում ինչ է աղոթքը։ Հետո ինչպես պետք է աղոթել, պարզ հասարակ խոսքերը դրանք աղոթք են, թե աղոթք չեն։ Դրա համար մենք պետք է սովորենք աղոթել եւ սիրենք աղոթել։ Եվ աղոթքը մեզ կսովորեցնի եւ սիրել կտա իրեն։ Նախ եւ առաջ աղոթքն ինչ է։ Աղոթքը մտքի փայլատակում է։ Տեսել եք գիտնականները ոնց են հայտնագործություն անում։ Էվրիկա ասեցին, չէ՞, հայտնագործություն գտա։ Ճիշտ այդպես էլ աղոթքը դա հայտնագործություն է։ Մտքի փայլատակում է։ Երբ որ միտքդ փայլատակում է, այն ժամանակ դու մտքով աղոթեցիր։ Օրինակ շատ անգամ եկեղեցու Սուրբ Հայրերը Սուրբ Գրքը ընթերցելիս ինչ որ մի նոր բան էին հասկանում։ Այսինքն Սուրբ Գրքի նոր մեկնություն էին տալիս։ Եվ դա հենց այդ մեկնություն դա աղոթք էր։ Այսինքն մտքի թռիչքը, մտքի լուսաբանումը, մտքի հայտնագործությունը աղոթքի սկիզբն է։ Մենք պետք է մտքով աղոթք անենք։ Ձգտենք ճիգ գործենք մտքով հասկանալու Սուրբ Գիրքը եւ ընդհանրապես աշխարհի բոլոր երևույթները, բնության գաղտնիքները քննենք մտքի քննությունը, մտքի թռիչքը Աստվածադիր հատկություն է։ Աստված մեզ այդպես է ստեղծել, որպեսզի մենք մտքով ձգտենք կատարելության։ Միշտ ճանաչողության, ճանաչել թե ով է Աստված։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, որ մենք Աստծուն ճանաչելով այս աշխարհում չենք դադարում ճանաչողության ձգտումից։ Մենք անընդհատ ճանաչում ենք Աստծուն, ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալ կյանքում։ Միշտ ճանաչում ենք, թե ով է Աստված, որտեղ Աստված անսահման, անճանաչելի, անճարելի, անիմանալի էություն է։ Միշտ ճանաչում ենք, միշտ հիանում ենք, միշտ հայտնագործություն ենք անում, միշտ թռիչք ենք ունենում, փայլատակում ենք ունենում մտքի եւ նորից ուզում ենք այդ փայլատակումն ունենալ։ Այնուհետև սրտով պետք է աղոթել։ Ինչ է նշանակում սրտով աղոթել։ Երկունք ունենալ, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացյանը ասում, մի տուր ինձ երկնել եւ չծնել։ Պատկերացնում եք կինը եթե երկնի ու չծնի, ինչ կլինի, կվիժի։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է երկնենք եւ ծնենք։ Այսինքն մեր սրտի հոգու երկունքը պետք է մինչև վերջ լինի, մինչև վերջ համբերենք, համբերատարությամբ սպասենք այդ մեր հոգու սրտի երկունքին։ Եվ մենք կծնենք հոգի փրկության հոգի կծնենք։ Սիրտը միշտ ուզում է երկնի եւ ծնի։ Միտքը ուզում է միշտ փայլատակի, միշտ թռչի։ Սիրտը ուզում է երկնի եւ ծնի։ Մարմինն ինչ է ուզում աղոթքի ժամանակ։ Ուզում է գործակից լինել մտքին եւ սրտին։ Այսինքն մարմինն ուզում է այն անել, ինչ որին ուզում է միտքը եւ սիրտը։ Միտքը ուզում է երկնել, ուզում է թռչել, մարմինը պետք է Սուրբ Գիրքը վերցնի, աչքերով կարդա, տեսնի ինչ է այնտեղ գրված։ Այսինքն մենք մտքի այդ թռիչքին պետք է գործակից դարձնենք մարմնին։ Մարդու միջի այդ ձգտումը անընդհատ ճանաչելու, ճանաչողության ձգտումը անսահմանափակ է։
Եվ մենք մարմինն էլ պետք է դարձնենք այդ անսահմանափակ մտքի ձգտման գործակից։ Պետք է կարդանք, պետք է քննենք, ուշադրություն դարձնենք այս աշխարհում տեղ ունեցող երևույթներ, իրականում ինչ որ այս աշխարհում կատարվում է, ինչ որ մի բան է մեզ սովորեցնում։ Պատահական ոչինչ չի լինում, անգամ ծառից տերևը առանց Աստծո կամքի չի ընկնում։ Եթե մենք ուզում ենք, որ մեր սիրտը երկնի եւ ծնի, ուրեմն մարմինը պետք է ծնկի։ Մարմինը պետք է աղոթքի, մեր մարմինը պետք է զգաց լինի, թմրած, անդարմացած, հոգնած, հարբած եւ ոչ զգաց մարմնի մեջ սրտի երկունք չի լինում։ Այսինքն մարմինը պետք է մասնակից լինի սրտի երկունքին։ Այսինքն մարմինը պետք է սիրի աղոթել, սիրի ուխտագնացություն քայլելով աղոթել, ոտքերը մաշեցնել Աստծո ճանապարհներին։ Այդպիսի մի օրինակ կա, չէ՞, մի ճգնավոր ապրում է մի փոքրիկ քարանձավում եւ ջուրը, որ պետք է խմել, շատ հեռու էր։ Ամեն օր 6 ժամ ճանապարհ էր գնում էր, ջուրը վերցնում գալիս էր եւ մտածում է, ասում ինչու՞ է ցան ճանապարհ գտնեմ։ Գնամ մի քարանձավ գտնեմ այդ ջրի մոտ եւ այդտեղ էլ ապրեմ։ Եվ սա էր մտածում, հետևից ինչ որ մեկին է նկատում, տեսնում է իրոջ հրեշտակն է։ Ինչ ես անում, դες մո քայլեր եմ հաշվում, տեսնեմ քո հոգու սրտի երկունքի համար, այսինքն Տիրոջ համար, Աստծո փրկության համար դու քանի քայլ արեցիր, որպեսզի քեզ երկնքում վարձատրեմ։ Այսինքն ինչ որ հանուն ճշմարտության մենք անում ենք, այն քայլերը, որ հանուն աղոթքի անում ենք, չպետք է ափսոսանք։ Դրանք անպայման արդյունք կտան։ Մենք որ ուշադրություն դարձնենք մարմնի եւ աշխարհի համար ինչքան աշխատանք ենք կատարում, չէ՞։ Դրա 10%-ը, դրա 5%-ը անենք հանուն հոգու փրկության։ Օրվա ինչքան ժամն ենք մարմին ծառայում եւ որքան քիչ մասը հոգուն ենք ծառայում։ Շաբաթվա 168 ժամերից ո՞րն է նկաստուն նմիրում։ Ընդամենը միգուցե 2 ժամ պատարակ, 166-ը մարմնին, 2 ժամ հոգուն։ Եվ ինչպես կարող ենք մենք հոգով ապրել, եթե մենակ մարմինն ենք ապրեցնում։ Ուրեմն պետք է ձգտենք, որ մարմինը լսի հոգուն, մտքին լսի, ենթարկվի, կատարի այն, ինչ որ հոգին ու միտքն են ուզում։ Այն ժամանակ անգամ մեր մարմնավոր, մեր աշխարհային գործերը կլինեն հոգևոր երանգի տակ։ Գեղեցիկ իմաստություն կունենանք մենք, այսինքն մենք աշխարհիկը կանենք հոգևորի նման։ Մի ճգնավոր է լինում, աշակերտին ասում է պետք է գնանք քաղաքում քարոզենք։ Գնանք, ասում է Հաշսուփ։ Գնում են ամբողջ օրը, պատտվում են, հետ են դառնում, չեն քարոզում։ Ասում բա ի՞նչ քարոզեցինք։ Մեր ներկայությունը մարդկանց մեջ արդեն կենդանի քարոզ էր։ Այսինքն երբ որ մարդը քրիստոնյա է, Քրիստոս ինա է, Քրիստոսի մեջ է, բաղ խոսքել չասի, կարող մի գործել չանի, բայց իր ներկայություն, իր քրիստոնեական կերպարը, Աստծո պատկերը, որտեղ մարդը Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված, ակնհայտ երևում է մարդու մեջ եւ կենդանի քարոզ է։ Ուրեմն մենք այնպիսի ինչպես երեխային, չէ՞, մենք նայում ենք, ուզում ենք ուտենք։ Ինչ եք ուզում երեխային ուտել, բայց մենք դառն ենք, չէ՞, դախ ենք։ Մեզ նայողը մեզ չուտի, չէ՞։ Թունավոր մեզ ուտի, բայց երեխային, որ ուզում ենք, տեսնում ենք, ուզում ենք սիրելու առումով, էլի, հա, որտեղ ուզում ուտել ասելով այնքան քաղցր է, այնքան համով, այնքան մաքուր, այնքան սուրբ է, որ ուզում ես գրկես, ուզում ես սիրես, չես դիմանում, չէ՞, չես դիմանում, ինչքան քաղցր է։ Բայց մեզ Քրիստոս ավետարանում ասել է, մինչև չլինեք երեխաների նման, չեք մտնի երկայքի արքայություն, ասենք մինչև ձեզ չուտեն, չեք մտնի։ Հիմա մենք այս սրան պետք է ձգտենք։ Այսինքն մենք պետք է ձգտենք այս կյանքին, այս գեղեցիկ սքանչելի իրողությանը,
որը շատ պարզ է։ Բարդ բան չկա այնտեղ, որ մենք լսում ենք, չէ, բոլորս էլ համաձայնում ենք, ասում ենք այո։ Բայց երբ որ գալիս է կյանքում պետք է իրականություն դարձնենք, տեսնում ենք, թե մենք ինչքան ենք թերանում, ինչքան ենք մենք ծուլանում։ Տեսնում ենք, ինչ պարզ հասարակ բաները մենք այնքան ենք բարդացնում, հա, որ չենք կարողանում պահել։ Ասելա մի ծուլացի, ասելա զգուշ եղիր հեռուստացույցից կամ հեռախոսից։ Ես զգուշ եղի, ծուլացի, տեսնում ես քո վրա իշխում, հա, տեսնում ես առանց վարանելու, առանց դժվարության հրաժարվիր։ Եվ նույնպես մյուս բաները շատ հասարակ պարզ, հրաժարվիր եւ չես ափսոսա։ Կզոհաբերես եւ ավելին ձեռք կբերես, որտեվ սերն ինչ ասում, սերը զոհաբերությունը։ Պարտադիր չի գնաս դու մեռնես։ Զոհաբերությունը ամեն ակնթարթ է լինում, ամեն վայրկյան է լինում, մարդու ամբողջ կյանքը կարող է սիրո զոհաբերություն լինել, հա։ Եթե մարդը ուզենա, եթե չուզենա, ոչ մի զոհաբերություն չի լինի։ Ինչա պետք զոհաբեր։ Ապրում ենք էլ մեր մար։ Ինչն է սա պետք զոհաբերվել, չէ, չես ապրում, եթե չես զոհաբերում, ուրեմն չես ապրում։ Գոյատևում ես, քարշ ես գալիս։ Բայց արժե սիրո համար զոհաբերվել, չէ՞։ Ամեն